վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին նույնիսկ քնից են հանել, մեկին դագաղից են հանում, էլ հինում նոր մեռել չկա, ովքեր խոսում են մարդիկ, որոնք ամենամեծ թալանչիներն են եղել այս երկրի, ու մեզ մեղադրում են թալանի մեջ, $50 կաշառք վերցնող նախկին չինովնիկը փորձում է մեզ կապել թալանի եւ կոռուպցիայի հետ, մենք ենք թալանչին, այ կոռուպցիա, կներեք, հանգիստ նստեք, եթե ես սկսել եմ, ես կավարտեմ, հանգիստ նստեք, միգուցե ձեր անուններն էլ տրվի, հանգիստ նստեք, սպասեք։ Ես շարունակեմ, նորից կրկնեմ, մեր ասուլիսը, մեր ամբողջ խոսակցականը վերաբերում է բացառապես այն մարդիկ, ովքեր սիրում են մեր երկիրը եւ մեր ֆուտբոլը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լավ լինի, իհարկե կան հսկայական բաց թողումներ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ֆուտբոլը քաղաքականության մաս է, բայց ֆուտբոլային գործիչները քաղաքագետներ չեն, առավել եւս քաղաքական գործիչներ չեն։ Ֆուտբոլային այն հսկայական ազդեցությունը, որ ունի հանրության վրա, բնականաբար իր մեջ ընդունում է քաղաքական երանգներ, մենք դրանից չենք կարող խուսափել, որովհետեւ ցանկացած ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար ունի քաղաքական շատ մեծ կշիռ եւ ես զարմանում եմ, որ Հայաստանում որևէ մեկը շատերը, բայց չեն կարողանում համակերպել են վիճակի հետ, որ 30 տարվա մեջ առաջի անգամ մեր թիմը դուրս է եկել Եվրոպայարաշրջան եզրափակիչ, չենք խոսում դրա մասին։ Մենք չենք ուզում գնահատել այն իրավիճակը, որ 30 տարվա մեջ առաջի անգամ հայ չինովնիկ UEFA-ում ներկայացված է լինելու։ 30 տարվա մեջ մենք ոչ թե չենք ունեցել, մենք մոտիկ չենք եղել դրան, որովհետև Հայաստանի պետությունը չի ունեցել այդ հեղինակությունը, որտեղ մեր չինովնիկները չեն ունեցել այդ հեղինակությունը, որպեսզի ընտրվեն UEFA-ի կազմում։ Հիմա մենք ունենք, բայց դա մեզ քիչ է, որովհետև այդ աթոռը մեր հետ չի։ Ինչ վերաբերվում է անուններին, իհարկե կտամ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը ընդամենը մի քանի օր առաջ հարցազրույց էր տալի, որտեղ մեղադրում էր ինչ-որ բաների մեջ, ասելով, որ 22 միլիոն Ռուբեն Հայրապետյանը փող է թողել բանկային հաշվի վրա եւ Խինեսին 10 միլիոն փող ենք տվել եւ բղավում էր ուր է փողերը։ Մարդը հարցնի իսկ ում է թողել, եթե թողել է իհարկե, նախ ասեմ, որ 22 միլիոն չէր կարող թողել, որտեղ դա ֆեդերացիայի 2 տարվա բյուջեն է, ամբողջ հարցն է, որ Ռուբեն Հայրապետյանից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եղել է Արթուր Վանեսյանի, որի ամենամոտիկ մարկանցից մեկը Սուրեն Աբրահամյանն էր։ Մարդը ուղղակի երևի ծերունական մարազմա ապրում եւ մոռացել է ամեն ինչ, բայց մարդուն ասել են խոսա եւ ինքը խոսում է։ Խոսում է առանց հասկանալու ինչ է խոսում, լավ ինչքան կարելի է սևացնել մարդկանց, ինչքան կարելի է չտեսնել են ինչ որ կա։ Վատը մենք տեսնում ենք, վատի մասին մենք խոսում ենք, բայց գոնե այնքան ունեցեք, ինչ ասեմ,